Բարև ձեզ տիկնայք պարոնակ, բարև ձեզ հարգելի բարեկամներ, բարև ձեզ սիրելի հյուրեր, ողջունում եմ բոլորին, մեծերին, փոքրերին, ուրախություն, երկար կյանք, ձեզ բանիկներ ասահման, և ասում եմ ես սրտանց, ողջույն, տիկնայք, պարոնակ։ Սիրելի բարեկամներ, այսօր յուրահատուկ տոն է ներկաներիս համար, որ կոչվում է Կյարն Ընտարաչի հանդիսություն։ Եվ ես սիրով շնորհավորում եմ բոլորիդ Կյարն Ընտարաչի տոնի առիթով, նաև այսօր առաքելական եկեղեցին նշում է Սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը, և ես բոլորիդ շնորհավորում եմ Սուրբ Սարգսի տոնի առիթով, ցանկանալով, որ ձեր օջախներում ուրախությունները շատ լինեն, զույգերը շատ լինեն, ընտանիքները շատ լինեն, և ես պիտի խնդրեմ, որ հիմա բոլորս ոտքի կանգնենք և ծափարություններով ողջունենք մեր հանդիսության գլխավոր մասնակիցներին։ Բոլորին խնդրում եմ ոտքի և այսպես սիրելի բարեկամներ, սիրով եկեք ծափարություններով ողջունենք մեր փեսայի ծնողներին, Տեր և Տիկին Ստեփանյաններին, ձեր ծափարությունները, մեր հարսի ծնողներին, Տեր և Տիկին Հակոբյաններին, ձեր ծափարությունները, քանի որ քրիստոնեական տոն է, սիրելի բարեկամներ, նաև եկեք ողջունենք քավորին ու քավոր տիկնոջը, Տեր և Տիկին Մանասյաններին, և սիրով այժմ դահլիճ կհրավիրենք ամենագլխավոր մասնակիցներին, Փեսային և հարսին, Իշխան Ստեփանյան, Վարդուհի Հակոբյան։ Շնորհակալ եմ, բոլորը կարող եք նստել սիրելի բարեկամներ, և ինչպես ընդունված է հայկական ավանդական ընտանիքներում առաջին խոսքի իրավունքը պատկանում է ծնողներին, և ես պիտի խնդրեմ, որ մեր Փեսայի հայրիկը ողջունի ձեզ, բարեմաղթանքներ հղի և մենք կշարունակենք, լսենք, խնդրեմ Էդվարդ ջան։ Բարեկամներ ձեզ, բոլորիդ ողջունում եմ, բոլորիդ տոնը շնորհավոր լինի, այսօր իրար հետ ուտենք խմենք քեֆ ենք։ Համլետ ջան, լսենք Համլետին։ Նույնը ես կցանկանամ, շնորհավոր եմ։ Ու սպայտերությամբ ջանց։ Այո, սիրելի բարեկամներ, մենք այսօր հավաքվել ենք մի նպատակով, ուրախանալու և ուրախություն պարգևելու միմյանց և թող թնդա մեր ծափերից այս դահլիճը, որովհետև մենք այսօր բոլորս քեֆ ենք անելու, այնպես որ պիտի խնդրեմ բոլորը ուրախ լինեն, երջանիկ լինեն, ուրախացնեն մեր զույգին, ծնողներին, ինքներս ուրախանանք և որպես առաջին կենաց պիտի խնդրեմ վերցնենք բաժակները, միմյանց բարին մաղթենք և ասենք շնորհավոր Կյարն Ընտարաչի տոն, շնորհավոր մեր զույգի այսօրվա ուրախությունը և ես սիրելի բարեկամներ տեղեկացնեմ, որ երեկ տեղի ունեցել այս հրաշալի զույգի զաքսավորումը, ծափարենք իրենք, շնորհավոր։ Եվ խնդրում եմ բոլորը տեղավորվենք, բաժակները վերցնենք, ասենք աչքերս լույս լինի, բարով տեսանք բարեկամներ, բարով տեսանք բաժակներով։ Come
հեքիաթ սրահում եւ կարծում եմ, որ մենք այսօր կունենանք հեքիաթային երեկո եւ ահա հայկական հեքիաթները միշտ ասում են անմահական ջուր, անմահական խնձոր, իսկ դվինում ասում են անմահական խորոված, ով որ ուտի կանմահանա եւ ինչպես գիտենք բոլորս խորովածը շատ լավ բան է, ցափելով, բարելով, դիմավորեք խորոված տիկնայք և պարոնայք, մենք շարունակում ենք մեր տոնը նվիրված կյարն ընդառաջի հանդիսությանը և ահա պիտի առաջարկեմ մի կենաց, առանց որի մենք հայերս սեղան չենք նստում։ Այդ կենացը մեր այսօրվա նորապսակների ծնողների կենացն է, որովհետև ծնողները բոլորից լավ են ճանաչում իրենց զավակների։ Նրանք տեսել են նրանց առաջին քայլը, լսել առաջին բառը, դպրոց են ուղարկել, լսելով առաջին վերջին զանգերը, նրանք մութ ցուրտ գիշերների աղոթել են զավակների համար, որ հեռու պահեն չար աչքից, և մինչև հիմա նրանց ականջներում հնչում է իրենց զավակների համար երգած օրորոցային մեր տան աղբյուրն է մայրը, մեր հացուջուրն է հայրը, մեր օրորոցն է մայրը, մեր տան ճրակն է հայրը, աշխարհն ու սերն է մայրը, մեր արեգակն է հայրը, մայրը, մեր գանձն է մայրը, մեր տան Աստվածն է հայրը, եկեք ծափարենք ծնողների, աշխարհի ամենաբարի մարդկանց։ Հարգելի բարեկամներ, հիշենք, ծնողները Աստծո կողմից ստեղծված հրեշտակներ են երկրի վրա, որ շարունակեն կյանքը։ Եվ ահա այսօր տոն է իրենց օջախում։ Տոն է, որովհետև այսօր նշում ենք ամենակարևոր քրիստոնեական տոներից մեկը կյարն ընդառաջի, երբ որ մանուկ 40 օրյա Հիսուս Քրիստոսի բերեցին տաճար և Սիմեոն տիրոջը Տերը ընդառաջ եկավ նրանց։ Եվ ես բոլորիդ մաղթում եմ Սիմեոնի տարիքին հասնենք այդ տարիքին, Տերը պահապան լինի ձեր օջախներին և հատկապես մեր այսօրվա կազմակերպիչների, Էդվարդ ջան, Համլետ ջան, ձեր օջախներին բարեկեցություն, բարօրություն եմ մաղթում և ես խնդրում եմ, որ դուք ձեր տիկնանց հետ մոտենաք այստեղ բաժաններով, որ մարդիկ խմեն ձեր կենացը։ Համեցեք, սիրելի բարեկամներ։ Всегда со мной.
Ծնողների ինձ մոտ կան, հա։ Սիրելի բարեկամներ, ես ծնողների անունից շնորհակալություն եմ հայտնում բոլորին, թող ձեր տներում ուրախությունները շատ լինեն, թող որ մեր երկիրը խաղաղ լինի, սեղանները առատ, արևը պայծառ գլխավերևում եւ երջանկությունը ուղեկից եւ եկեք ծափարենք նորից ծնողներին թող խմեն իրենք ձեր կենացը եւ հրավիրենք բարելու, որովհետեւ մենք այսօր բոլորս քեֆ ենք անելու։ Խնդրեմ, բարում են բոլորը, հրավիրում ենք բարելու բոլորին։ Համեցեք, չեք նստում։
պիտի խնդրեմ, որ ավելի երկար և ավելի ակտիվ պարենք, սիրելի բարեկամներ, մենք խմեցինք ծնողների կենացը, և հիմա ուղղակի պարտավոր ենք խմել մեծ ծնողների կենացը, պապիկ տատիկների կենացը։ Հայկական իմաստությունն ասում է, այն տունը, որի հիմքը ամուր է, երկար կդիմանա։ Այն տունը, որտեղ հարգում են մեծերին, պապիկ տատիկներին, հիշում են նրանց հավերժորեն կապրի, ուրեմն խմենք կենացը պապ ու տատերի, խոնարհվենք նրանց հարգանքով խորին, ովքեր որ չկան, ողորմի նրանց, իսկ ովքեր որ կան, թող երկար ապրեն, թող ու ծորի թող սեղան նստեն, ծնունդ, գնունքի, հարսանիքների ուրախ քեֆ անեն, խմենք կենացը պապ ու տատերի, թող նրանց հիշատակը միշտ հավերժ հնչի, սիրելի բարեկամներ, ցավոք մեր նորապսակների, պապիկ տատիկների մի մասը հեռացել են կյանքից, իրենց բաժին արևը բաշխելով զավակներին, թոռներին, եթե նրանք ողջ լինեին, նրանց ուրախություն անսահման կլիներ, սակայն նրանք դրախտից մեզ հետ են, և մենք կխմենք նախ մեր փեսայի երջանկահիշատակ պապիկ տատիկների կենացը, թող լույս իջնի նրանց շիրիմներին, խմենք իշխանի, Թամարայի, Մերուժանի, Կիմայի երջանկահիշատակ կենդանի կենացը, ողորմի իրենց, թող հիշատակը միշտ պայծառ մնա մեր սրտերում, սիրելի բարեկամներ, մեր հարսիկի մայրական տատիկները հեռացել կյանքից, Սուսաննա տատիկի նույնպես երջանկահիշատակ կենդանի կենաց, և խմենք սիրելի բարեկամներ այստեղ մեզ հետ գտնվող մեր հարսի պապիկ տատիկների կենաց, խմենք Ռաֆայել պապիկի կենացը, Մանիկ տատիկի կենացը, Լյովա պապիկի կենացը, եկեք ծափարենք իրենց, ինչքան շատ ծափտակ, այնքան երկար կապրեն, բարեկեցություն իրենց, առողջություն, երկար առողջ տանիների կյանք, և ահա սիրելի բարեկամներ, հարգանքով, պատվով, հարգենք մեր պապիկ տատիկների, խմելով իրենց կենացը, դահլիճում գտնվող էլի պապիկ տատիկներ կան, էլի իրենց կենացն է, սիրելի բարեկամներ, մեր նորապսակների պապիկ տատիկների կենաց,
բարեկամներ, հարգելի ներկաներ, ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին, որ խմեցիք պապիկ տատիկների կենացը, թող որ մեր երիտասարդներն հասնեն այդ տարիքին և գնահատվեն այնպես, ինչպես այսօր մեր պապիկ տատիկները, և ինչպես գիտեք, մենք հիմա բոլորս պիտի ուրախանանք պապիկ տատիկների հետ միասին, պապիկ տատիկների համար, որովհետև պապիկ են դարձել, տատիկ են դարձել և հրավիրել ենք բարելու, ակտիվ, բոլորս միասին, բարում ենք։
Ես պիտի խնդրեմ պարողներին ցավ տանք, միակ ես շատ խնդրում եմ։ Ուրեմն սիրելի բարեկամներ, ես հիմա մի հարց ունեմ բոլորին, ովքեր որ համաձայն են, որ այսօր ուրախ, երջանիկ, տոն, օր է ձեռքերը վեր բարձրացնեն, ովքեր որ համաձայն են, որ ուրախ տոն է այսօր, ով է համաձայն, ով է, հա, DJ ջան, նստած տեղերը ուզում եմ բարել ձեռքերով, գոնե, նստած տեղերը, բարել ձեռքերով, գոնես, այ մամա ջան, ապրես, հա, նստած տեղը հեշտ է, չէ, ես պիտի խնդրեմ մի քիչ ակտիվ, հա, Տարեկից մեկը ասաց, ոնց որ դե չեք պարում, ով որ ուզում են պարում է, վերջ, սիրելի բարեկամներ, մենք հավաքվել ենք ուրախանալու, դրա համար ասում են, եկեք այսօր ու դարձեք մեզ սեղանակից, օգտվելով մեր այսօրվա բարենպաստ երեխա եղանակից, եկեք այսօր ուրախանալ, ուտենք, խմենք, չէ որ նորից մենք մեր մորից չեք ծրվի էլ, թող գա խնդրեմ բոլոր նրան, ովքեր գիտեն փայլատակել կարմիր գինու թնդությունից, ովքեր գիտեն ուրախանալ եւ օտարի խնդությունից, ովքեր գիտեն վիշտն ու ցավը ետ բանելու, կյանքում լավը եւ առողջը հավանելու, գեղեցիկը, վսեմը հավանելու կարգն ու ճարը, թող որ այսօր ուրախանան, ուտեն, խմեն։ Ահա սիրելի բարեկամներ, ահա մենք հասանք մեր հանդիսության գլխավոր պահին, և ուղղակի պարտավոր ենք խմել մեր հրաշալի զույգի կենացը, իշխան իշխանի և վարդ վարդուհու կենացը։ Իշխան ջան, վարդուհի ջան, այսօր արևն իր ճառագայթներից մեկն է ուղարկել ձեզ որպես նվեր։ Այդ ճառագայթը ձեր օջախը ջերմացնելու, օջախի կրակը վառ պահելու համար է։ Ինչպիսի քամիներ էլ փչեն, թող ձեր օջախի կրակը վառ մնա, լույս ու ջերմություն տա ձեզ ճանաչողներին, ձեր հարազատներին և ուրախանանք ձեր ներկայությամբ։ Այո, այսօր տոն է։ Տոն է, որովհետև այսօր նշվում է Տյառն Ընդառաջի տոնը։ Այսօր Սուրբ Սարգսի սիրո բարեխոս մեր Սուրբ Սարգսի տոնն է և երեկ ամբողջ Եվրոպան նշում էր Սուրբ Վալենտինի տոնը։ Եվ ես այս երեք տոները միացյալ առաջարկում եմ խմել ձեր կենացը։ Թող որ ձեր ցանկությունները իրականանան, նպատակներին հասնեն, երջանիկ լինեք, ամուր լինի հողը ձեր ոտքերի տակ, արևը պայծառ գլխավերևում և երջանկությունը ուղեկից ձեզ երջանիկ եղեք, եկեք երջանկության ծափերով ծափ տանք մեր զույգի և խնդրենք, որ բաժակներով մոտենան ձեզ։ Իշխանի է վարդուհու կենացը։
երջանիսի ինչ լավ է որ դու կաս կաս ու անպակաս իմ կյանքից անպակաս ես